Հոր և որդու է ոգուն սրբու ամեն շնորհավոր բոլորի ծաղկազարդը մեր Տիրոջ հաղթական մուտքը Երուսաղեմ այսօր բայց շարունակենք Գալստյան կիրակի երկրորդ մասը որպեսզի վերջացնենք ինչպես անցած անգամ խոսեցինք երկու գալուստ կար առաջինի որ Տերը եկավ մարդացավ և երկրորդ գալուստը լինելու է արդեն իր ողջ զորությամբ, հրեշտակների ուղեկցությամբ արդեն որպես դատավոր, որպեսզի արդար դատի այս երկրագնդի մարդկանց թե ողջերից և թե մեռածների, ննջածների մի մասն էլ։ Ուզում եմ սկսել Եսայի խոսքերով մի քանի տեղից, հետո արդեն մեր խոսքը կասենք նորից։ Լսիր երկինք և ականջ դիր երկիր, քանզի Տերն է խոսում։ Զավակներ ունեցա և մեծացրի, իսկ նրանք ինձ անարգեցին։ Ես իր Տիրոջն է ճանաչում և էշը իր Տիրոջ մսուրը, բայց Իսրայել ինձ չճանաչեց, իմ ժողովուրդն ինձ չհասկացավ։ Դրա համար վայ մեղավոր ազգին, մեղքերով լի ժողովուրդ, չարագործ սերունդ, անօրեն ծնունդներ, թողեցիք Տիրոջը, բարկացրիք Իսրայելի սրբին, նրանք օտարացան, ետ քաշվեցին։ Ինչու եք անօրենությունների վրա նոր վերքեր ավելացնում։ Տեսեք ինչ հետաքրքիր է Եսայի խոսքերը, դե դա ամբողջը Տիրոջ խոսքերն են, միշտ ասել ենք, որ բոլոր մարգարեների, առաքյալների խոսքերը ինչ խոսում են, Հիսուսի հայտնությունով են խոսում։ Այստեղ ասեց, էշը ճանաչեց Տիրոջ մսուրը, բայց և եզը իր Տիրոջն է ճանաչում։ Քրիստոսի ծննդյան ժամանակ մսուրում էշն ու եզը կային։ Տիրոջը ճանաչում էին, արարչին էս տիեզերքի։ Բայց վայ ասում մարդկանց, որ իր պատկերով ստեղծել է, որովհետև չընդունեցին Տիրոջը, անարգեցին և տենց էլ չեն դառնում դեպի Տերը առ այսօր։ Եվ Քրիստոսի առաջի գալուստից առաջ և Քրիստոսի գալուստից հետո մինչև առ այսօր չեն դառնում դեպի Տերը։ Բոլորը իրենց մեղքերի մեջ մնում են հակառակվելով Տիրոջը, չսովորելով իր խոսքը, չկատարելով իր պատվիրանները։ Եվ Տերը նայում է բարձրունքից, իսկ մարդը խեղճ ու ողորմելի է։ Մարդկանց ամբարտավանությունը պիտի խոնարհվի, ու այդ օրը միայն Տերը պիտի բարձրանա։ Քանզի զորությունների Տիրոջ օրը բոլոր հպարտների և ամբարտավանների վրա է, բոլոր մեծամիտների ու գոռոզների վրա, որոնք պիտի խոնարհվեն, նաև Լիբանանի բոլոր բարձր և սլացիկ մայրիների վրա և Բասանի բոլոր կաղնի ծառերի վրա։ Հիշում եք անցած անգամ խոսեցինք Լիբանանի անտառները, մեղքի այդ փայտը, որի վրա Տիրոջը խաչեցին, իր խաչերությամբ այդ փայտը մաքրեց, նորից այդ Լիբանանի բոլոր բարձր և սլացիկ մայրիների վրա։ Էլի մեղքերի խորհուրդը, որ հպարտանում են իրենց գեղեցկությամբ, իրենց հզորությամբ և մարդ արարածն է, որ իրան հզորի տեղ է դնում, պետք է խոնարհվեն։ Եվ բոլոր վերասլած աշտարակների և բարձր պարիսպների վրա, ծովի բոլոր նավերի վրա, բոլոր վեհաշուք նավերի վրա, ամեն մարդ պիտի խոնարհվի, մարդկանց հպարտությունը պիտի իջնի և միայն Տերը պիտի բարձրանա այդ օրը։ Նա ասաց. գնա և հայտնիր այդ ժողովրդին, լսելով պիտի լսեք, բայց չիմանաք, տեսնելով պիտի տեսնեք, բայց չճանաչեք։ Ասում են, թե երբեք չար բան չեն խոսում։ Տեսեք, մարդիկ միշտ բոլորս էլ իբր ոչ մեկս չար բան չենք խոսում։ Բայց չէ որ ինչ խոսում է այդ ժողովուրդը,
չարությունը։ Մի սարսափեք այն բանից, ինչից նրանք են վախենում, եւ մի անհանգստացեք, իրեն զորությունների Տիրոջը սրբացրեք, թող ձեր վախը նա լինի։ Եթե հույսը նրա վրա դնես, նա քեզ համար սրբություն կլինի եւ քո ոտքը քարի չի դիպչի, դու չես սայթակի։ Բայց Հակոբի տունը որոգայթի եւ Երուսաղեմի դարանակալ ծործորների մեջ է։ Հիմա տեսեք, չարություն չենք խոսում, բայց որ նայենք հոգևոր առումով, երբ որ բամբաս ունենք, երբ որ չարախոս ունենք, երբ որ դատում ենք, էլ չեմ ասում հայոյում ենք, ինչ այլանդակ խոսքեր մեր բերաններից դուրս չի գալիս, մեր խոսքը չարություն է տեղով արդեն իսկ։ Եվ երևի ժողովրդի շատ մեծ մասը, եթե չասենք ամբողջ է, շատ մի փոքր, որ Տերը պահում է իրենը որպես տասանորդ, բոլորը հենց առաջինը հենց այդ լեզվի սայթաքումներից դատվելու են, տանջանքները հենց լեզվից է սկսվելու է, մեկ անգամ ասել էինք, որ Տիրան Մարը հրեշտակը ցույց տվեց, որ առաջի տանջանքները մարդկանց լեզվից է լինելու։ Եվ այն երկրորդ գալուստի ժամանակ, ասում այն օրը Իսրայելից մնացածները, Իսրայել մենք բացատրել ենք, Իսրայելը նաև մարդկային բնությունն է, որ պատերազմում է, շամարտի է մտնում Աստծու հետ, իսկ այդ պատերազմը Աստծու հետ, դա նա է, որ չենք երկյուղում Տիրոջից եւ չենք կատարում իր պատվիրանները, չենք սովորում իր խոսքը, այդ ամբողջն էլ Աստծու դեմ պատերազմը եւ մենք դա այդ Իսրայելն ենք։ Իսրայել հենց նշանակում է հակառակվող։ Հիշում եք Հակոբը, որ մշամարտեց, հա, Աստծու հետ, հրեշտակի հետ, եւ դրա համար անունը փոխվեց Իսրայել։ Եվ այդ օրվանից ինքը կաղ դարձավ։ Մարդկային բնությունը միշտ կաղում է, Աստծու դեմ անընդհատ գործելով։ Այն օր Իսրայելի մնացածները եւ Հակոբի տնից փրկվածներն այլևս մեղքի մեջ չեն ընկնելու եւ ոչ էլ ապավինելու են իրենց զրկողներին, այլ արդար սրտով ապավինելու են Աստծուն, Իսրայելի սրբին։ Հակոբի տնից մնացածները պիտի լուր գան դեպի զորավոր Աստվածը։ Եվ եթե Իսրայելի ժողովուրդը ծովի ավազի չափ էլ լինի, նրանից սակավաթիվ մարդիկ են մնալու միայն։ Դա կատարելու է կարճ եւ կտրուկ, եւ արդարությամբ այդ բանը զորությունների Տերը վճռականորեն է կատարելու համայն աշխարհում։ Իսկ այդ երկրորդ գալուստը որ եղավ դատաստանն էլ շատ արագ ու կտրուկ է լինելու։ Ու շատ քչերն են, որին Աստված պահելու է։ Ահավասիկները ամայեցնելու է աշխարհը, ավերելու է այն, խորտակելու է նրա հիմքերը եւ ցանուցիր է անելու նրա բնակիչներին։ Նույն բախտին պիտի արժանանան ժողովուրդը եւ քահանան, ծառան եւ տերը, աղախինը եւ տիրուհին։ Միմյանցից չպիտի տարբերվեն գնողն ու վաճառողը, փոխատուն եւ փոխառուն, պարտապանը եւ պարտատերը։ Ամբողջովին պիտի ավերվի երկիրը, լրիվ պիտի կողոպտվի երկիրը, քանզի Տերն իր բերանով ասաց այդ, սուկ արա, որովհետեւ երկիրը կործանվեց, աշխարհն ավերվեց եւ ամայացավ, երկրի բարձունքները սուկ մտան, երկիրն իր բնակիչներով համեղանչեց, քանզի զանց առան Տիրոջ օրենքները, խեղաթյուրեցին նրա պատվիրանները եւ դժրեցին հավիտենական ուխտը։ Նզովքը պիտի ճարակի երկիրը, որովհետեւ նրա բնակիչները մեղք գործեցին։ Դրա համար էլ նրա բնակիչները տնանք պիտի դառնան եւ սակավաթիվ մարդիկ են կենթանի մնալու։ Այն օրը Տերը պիտի այցելի իր ամուր ու մեծ եւ զորավոր սրովը Լևիաթան փախչող օծին եւ Լևիաթան ոլորուն օծին
եւ պիտի սպանե ծովի միջի վիշապին։ Այդ նույն մասին անցած անգամ մի քիչ խոսեցինք, այդ Լևիաթանը։ Հոբի գրքում ասում է Լևիաթանը հպարտ որդիների հայրն է։ Տեսեք, հպարտությունը ինչպեսի մեծ մեղք է, մահացու առաջին մեղքը, որ այսօր մեր ժողովրդին քարոզեցին հպարտ լինենք։ Այդ մի բառը բավական էր, որ հասկանան, որ ոչ թե Աստծուց է, այլ նեղից է, որտեղ հպարտությունը առաջի մահացու մեղքն է, եւ հպարտների հայրը այս Լևիաթան վիշապն է, որը սատանան է։ Վայ նրանց, ովքեր օգնություն գտնելու համար իջնում են Եգիպտոս, ովքեր հեծյալներին եւ մարտակարգերին են ապավինում, թե շատ են եւ ձերի մեծ բազմություն նրանք Իսրայելի սրբի վրա հույս չեն դնում, Աստծուն չեն փնտրում։ Եգիպտոսի խորհուրդը մենք էլի բացատրել ենք վաղուց, որ այս աշխարհի զորությունների, զորավորների, իշխանությունների, թագավորություններն են։ Այն ժամանակ, որ հենց Եգիպտոսն էր այդպիսին, հիմա Եգիպտոսները շատ են, ԱՄՆ-ն, մյուսն, հա, պետությունների անունները չթվարկեն, բայց դրանք այդ Եգիպտոսի խորհուրդն են կատարում, որ այս աշխարհի իբր զորավորներն են, որ ուժ ունեն եւ իշխանություն ունեն բոլոր ազգերին ու ժողովուրդներին կարող են ճնշել, սպանել եւ կտրել մեր Փրկիչ Հիսուս Տեր Քրիստոսից, Աստծու դեմ պատերազմում են։ Եգիպտոսի խորհուրդը դա է։ Եվ ասում է հույսերը մարդիկ դնում են, նույնն էլ այսօր է։ Մարդիկ հույսը դնում են ԱՄՆ-ի վրա, իբր ուժերը, մեկը հույսը դնում է Ռուսաստանի վրա, մեկը հույսը դնում է Իսրայելի վրա, այսօր հույսը դնում են նաև թուրքերի եւ չգիտեմ ինչերի վրա, որ իբր այս աշխարհի Եգիպտոսներն են, հա, բայց թողելով կենթանի Աստծուն, որ հույսը մեր պետք է լինի միայն մեր Տեր Հիսուս Քրիստոս, եւ եթե մեր հույսը դնում ենք Հիսուս Քրիստոսի վրա, Աստված այնպես է բոլորին խառնում, որ պահում է իրեններին, իր երկիրներ, իր սրբություններն էլ։ Ի ցավ սրտի էլի, որ դա պետք է ներսում այստեղ մեր երկրի մեջ լինի, որ դեպի Տերը գնանք։ Ոչ թե կույր քայլենք դեպի այդ նեռիկները։ Վայ նաև նրանց, ովքեր թշվառացնում են ձեզ ի նկատի ունի իրեններին, որ ինքը պետք է ընտրի, սակայն ձեզ ոչ ոք չի կարող թշվառության մատնել, ով որ արամարում է, ձեզ չէ որ արամարում է, քանզի ձեր արամարողները պարտվեցին, պարտության պիտի մատնվեն, ինչպես որ ձոր ձերի վրայի ցեցը, այնպես էլ նրանք պարտություն պիտի մատնեն։ Դե բնական է, որ Տերը գա իր ողջորությամբ, բոլոր այդ չար թշնամին պարտությանը մատնվելու, եւ անգամ այդ թշնամի խճապի մեջ է, նաեւ նա գիտի, որ պետք է Տերը գա, բայց ամեն ինչ անում են, որպեսզի չգա։ Անգամ պատրաստվում են, որ Տիրոջ դեմ պատերազմեն այս աշխարհի զորավորները, բայց չեն հասկանում, որ Տիրոջ արարչի դեմ ոնց կարող եք պատերազմել ձեր սատանայի գլխավորությամբ անգամ, բոլորդ է գնալու եք դեպի հավիտենական կրակի լիճը։ Հիմա տեսեք, միտեղ ասում է թող իմանան արևելքից եւ արևմուտքից, որ ինձանից բացի ուրիշ Աստված չկա։ Ես եմ, որ հաստատեցի լույսը եւ ստեղծեցի խավարը։ Ես եմ, որ խաղաղություն եմ անում եւ հաստատում չարը։ Ես եմ Տեր Աստվածը, որ կատարում է այս ամենը։ Որովհետեւ ով ինչի արժանանում է, բաժին է տալիս նա դրան, նա սկզբից եւ այդ իր սուրբ գրքում, հա, երկրորդ օրինացում, այդ գրքերը որ թերթենք, եղտածություն, պարզ տալիս է։ Եկեք դեպի ինձ, այս օրհնությունները ամբողջը ձերն է, ու իմ աշկորն եք նստելու, որպես աստվածներ եք լինելու, բայց եթե հակառակվելու եք, լինելու է սա։
Հիմա ուզում եմ քննենք մի բան, որ պետք է պատրաստվենք Տիրոջ երկրորդ գալուստին եւ ոչ պետք է պատրաստվենք միայն մի ճանապարհ կա խոնարհությամբ տեսնելով մեր մեղքը հեռացնելով մաքրելով մեր մեղքերը ինքը դա է ուզում իս ոչ մի բան եւ եթե այդ խոնարհությամբ մենք մաքրում ենք մեր ներսին մենք ներսում գազան չենք ունենա ինչպես անցած անգամ խոսեցինք որտեղ մեր ներսում Տիրոջ լույսն է լցվելու դրսի գազանները բացարձակ վտանգավոր չեն նրանց ովքեր այդ խոնարհության մեջ են եւ Տիրոջ լույսով ներսից իրենց պահպանություն ունեն դրսից Աստված ամրոց է չի թողա ոչ մեկ հարցակվի իր վրա եւ բայց ելի ցավ սրտից որ նայում ենք մեզ մեր մարդկային բնությանը ոչ ոք իր մեղքից ոչ էլ ուզում է հրաժարվել որովհետև նյութապաշտը չի ուզում իր նյութից հրաժարվի արբեցողը չի ուզում իր խմիչքից հրաժարվի ծխողը չի ուզում իր ծխախոտից հրաժարվի նայենք տեսնենք որ մեր շրջապատներ նայում ենք բոլորն են այդպես մեր տան անդամներից սկսած ամեն մեկը իրեն իմաստունի տեղ դնելով չի ուզում հասկանա որ միտեղ Սուրբ գրքում կարդացին չէ որ գրված է մեկին տեսել ես որ իրեն իմաստունի տեղ է դրել հիմարից ավելի հույս կա քան թե դրանից եւ ամեն մեկը առանց հոգեվոր քննելու խորհուրդները թե գրվածքների թե գրքերի անգամ առանց քննելու նայում է միանգամից արտաքին կողմը բայց հոգին չի տեսնում որ ինչի համար է ծառայում դա որովհետև մարդ արարածը որ Աստծո պատկերով ստեղծված է ինչ անի այս կյանքում այս մարմնավոր կյանքում պետք է անի Տիրոջ անվան փառքի համար եւ եթե ամեն բան ծառայում է Տիրոջ անվան փառքին որ բոլորին դեպի բերի դեպի Տերը ուրեմն փառք Աստծուն դա լավ է եւ բարի է բայց եթե չի ծառայում դեպի Աստված տանելուն ինչքան էլ լինի գեղեցիկ ինչքան էլ լինի գեղեցիկ եւ գրագետ շարադրված թե գրքերը ինչ գրիչներ որ կան եթե Տիրոջ անվան փառքի համար չի Աստծու մոտ դա ոչինչ է եւ ունայնություն չեմ ուզում աններ հնչեցնել եւ անվանի գրողների անվանի նկարիչների անվանի ճարտարապետների եթե որևիցե տեղ Տիրոջ Աստծու անունը չի փառաբանվում դառնում է ոչինչ ունայնություն անցած անգամ ասեցինք թե գիտությունները լինի ֆիզիկա, քիմիա, մաթեմատիկա ամեն բան պետք է ծառայի Աստծու անվան փառքի համար որտեղ մեր ստեղծողը նա է մեզ արարողը նա է եւ պետք է փառք տանք միշտ Տիրոջը եւ մեր մեղքերի դեմ պատերազմենք եւ զղջանք ապաշխարնել այդ աղերսումով է աղոթքներով լացակումած որ խնդրում ենք մեր մեղքերի համար եւ դարձյալ շատերը անգամ դա էլ չեն հասկանում խորհուրդը իմաստը որ դա ինչի համար է նորից նայում են արտաքին կողմին ոնց որ մարդկային աչքերը սովորա մարդու արտաքինը տեսնել հա իր հագ ու կապը իր տեսքը բայց ներսը չի տեսնում իսկ Աստված ներսը քնում սրտերն ու երիկամները մաքուր է մեր սրտերը մաքուր է մեր երիկամները Աստված այդ ներսն է տեսնում որ մենք չենք տեսնում եւ քննողը դրա համար սրտերի միայն Տեր Աստված է եւ նրանք ովքեր որ Քրիստոսով ապրում են եւ Քրիստոս իրենց մեջ է եւ իրենք Քրիստոսի մեջ են հոգեվոր տեսողությունը տալիս է եւ նրանք տեսնում են նաեւ ովքեր են տենց բայց երբեք ով որ Քրիստոսինն է երբեք չպետք է դատի դրացի միշտ իր ներսում եթե մեր մտքով անգամ անցնում է վայ տես ասա մի անգամից պետք է շուտ գանք դեպի մեզ բա մենք ով ենք
Մենք մտքով ինչքան ենք շնացել։ Այսօր նույնն է, մարդիկ շնացողը չի ուզում թողի իր շնությունը։ Ոչ մեկ իր մեղքը չի ուզում ոչ տեսնի, ոչ թողի, միայն դիմացինին։ Այս դաշտը դիմացինինն է քննադատում տեսնում, այս դաշտը նրանն է տեսնում, բայց եւ ոչ ոք չասեց մենք մեզ նայենք ինչքան մեղք են գործել ու սխալ են գործել, որ Աստված ողորմի գտա փոխի այս վիճակը, թե անձնական առումով, թե ընդհանրական երկրի առումով։ Աստված դա է ուզում, եթե անգամ հոգևոր դաշտը վերցնենք, եթե հոգևորը տեսնի ու իրեն սկսի փոխել, որ ասես ինչքան մեղք են գործել այսքան տարիների ընթացքին, վերևից սկսած, այդ ժամանակ Աստված այս չարի հարձակումներներ չի թողի, միանգամից կջնջի կհեռացնի, նույնը հակառակ կողմն է։ Եվ այսօր ինչ է կատարվում։ Աստված մեզ տվեց օրենքով դատավորներ, տվեց դատախազներ, տվեց քննիչներ, տվեց ոստիկաններ, տվեց բանակ, բայց այսօր ամբողջը հակառակ է, թե դատավորներ, թե դատախազներ, թե ոստիկաններ, թե քննիչներ ծառա են դարձել չարին եւ կատարում են չարի հրահանգները, չարի նկատի ունեմ չար սատանայի ների նաեւ, որ իրենց դատերը անարդար են եւ շատ արդար մարդկանց դատում են եւ այլն, թե վերցնենք դատախազներ եւ այլն։ Բայց հիմա տեսեք, երկրորդ գալուստին արդար դատավոր երբ որ գա, դատաստանի առաջ կանգնելու են բոլորը։ Եվ գիտեք ով է դատախազը լինելու գլխավոր, ովքեր որ պետքա դատվեն։ Այդ դատավորներն ու դատախազները այս աշխարհի, թե քննիչ, թե մյուս, կամ իշխանավորները, նախարարները եւ այլն, որ կանգնեն դատաստանի առաջ, իրենց դատախազը գիտեք ով է, գլխավոր դատախազը, որ իրենց պետքա մեղադրի, սատանան է, որտեղ իրենց մեղքերը ասելու է, սրանք իմ բաժինն են, որտեղ այսքան մեղքեր են գործել։ Իսկ դատապաշտպանները լինելու են հրեշտակները, որ պետքա բերեն առաքինի գործերը եւ փորձեն մեղմացնել այդ դատապարտությունը։ Բայց եթե առաքինի գործեր չեն գործել, հրեշտակները ներկա չեն լինելու, չեն էլ գալու։ Եթե սաղ կյանքում չարություն ես գործել ու չարին ես ծառայել, մի բարի բան չունես, դու դատապաշտպան չես ունենելու։ Միանգամից քո դատաստանը պարզ է լինելու, հանձնվելու ես սատանային, որ բաժին ես լինելու գեհենին։ Իսկ սովորական մարդկանց, որոնք ունեին նաև բարի գործեր եւ առաքինություններ, հրեշտակները ներկա են լինելու, որպեսզի նաև պաշտպանեն այդ մարդու հոգին։ Եվ դրա համար Աստված ցավում է, որ իր պատկերով ստեղծած մարդուն, որի ռնգածի մեջ շունչ փչեց եւ կենդանի հոգի եղավ մարդը, որ հոգին կործանվելու է։ Դրա համար ամեն փոքրիկ առաքինություն հրեշտակը բերելու է, դնելու է նժարին։ Եվ դրա համար, որքան կարող ենք մեր կյանքում, պետք է մտածենք դրա մասին եւ ինչ գործեր անենք, որ հաճելի լինի Արարչին, որն է բարի գործը, որն է առաքինությունը, որն է առաքինի գործը։ Եվ դա այդ ամբողջը տված է Սուրբ գրքում։ Եվ ցավոք սրտի, եթե չենք սովորում, չենք սովորել այսքան 30-40 տարիներ կամ 2000 տարի, եւ սա հետո էլ մինչեւ երկրորդ գալուստը, որ շատ քիչ է մնացել, ինչպես կիմանանք ինչ գործենք։ Եվ Տաթևացին հետաքրքիր բան է ասում, որ ասում է, եթե մեկը ոչ հավատք ունի, բայց ունի բարի գործեր, բայց հավատք չունի, էլի խոտելի է, որտեվ պատահաբար բարություն է անում։ Պետք է երկուսը իրար հետ լինեն, հավատքը գործերի հետ։ Հավատք եթե չեղավի Քրիստոս, ինչպես պետք է փրկվի։
Քրիստոս ինքը իր բերանով ասեց. Եթե ինձ չընդունեք, արդեն դատապարտված եք։ Եթե Քրիստոս չեն գալիս դեպի Քրիստոս, ոնց կարան փրկվեն։ Ոչ մի այլակրոն, ոչ մի աղանդավոր, ոչ մի անավատ, ոչ մի հեթանոս, ոչ մի նյութապաշտ, ոչ մի կռապաշտ, Պողոս առաքյալ ասեց, ոչ սրանք, ոչ մեկ ձեզ չխաբի, չեն ժառանգելու Աստծո արքայից։ Պետք է փոխվենք, դարձի գանք։ Ինքը չի ուզում մահը, ոչ նրա, բայց ուզում է, որ թողենք դա։ Որ պետք է ամեն պահի մեր միտքը դա լինի։ Եվ եթե մի բան ծառայում է Աստծո փառքի համար, դա բարի գործ է։ Հիշեցեք այս և հոգվոց անեցեք։ Զղջացի դուք մոլորյալներդ, սրտանց դարձի եկեք, մտաբերեցեք առաջին գործերը, վաղուց ի վեր կատարվածները, քանզի ես եմ Աստված և ինձանից բացի մեկ ուրիշը չկա, որ առաջուց պատմի վերջում կատարվելիք բաների մասին, երբ դեռ չեն եղել, բայց անպայման կատարվելու են։ Ես ասացի, որ իմ բոլոր խորհուրդներն իրականանալու են և ամեն բան, ինչ որ ցանկանում եմ, կատարելու եմ։ Սա նորից երկրորդ գալուստի մասին էր խոսքը, որ գալու բաները տալիս է, և զգուշացնում է այդ ամենավերջի վտանգից, որ տանելու է բոլորին կործանում, և փառք Աստծուն։ Աստված թող մեզ պարգևի իմաստության հոգի և միտք և սիրտ, որպեսզի մենք պատրաստվենք երկրորդ գալուստին։ Եվ ուզում եմ վերջի խոսքն էլ ասել ընդհանուր ոչ միայն անձնական, մեր երկրի համար։ Մեր երկիրը, որպեսզի պատրաստ լինի Քրիստոսի մուտքին երկրորդ գալուստին, պետք է ունենանք քրիստոնյա Աստծո երկյուղով իշխան, ղեկավար երկրում, Աստծո երկյուղով դատավորներ, բոլորը պետք է լինեն քրիստոնյա, որպեսզի Քրիստոս խնայի պահպանի մեր երկիրը, և դատախազներ, և քննիչներ, Աստված նորոգող հոգի պարգևի, լուսավորի Սուրբ Հոգով, որպեսզի փոխվեն բոլորը, ոչ մեկի կործանում ինքը չի ուզում, ուզում է, որ փոխվենք և չարի ծառա չդառնանք, չարին ձեռ չեն մեկնում, թող Աստված մեր ձեռքերը մաքուր պահի, որպեսզի մեր ձեռքերը միշտ դեպի բարին լինի, նույնը նաև մեր աչքը, մեր ունկը, մեր միտքը, մեր սիրտը, հոգին, ամեն։